Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, հիանալի եղանակ է եւ ես որոշեցի զբոսնել ձեր հետ միասին։ Դե գնացինք։ Աղավնիներ, որոնք չեն վախենում մարդկանցից, որովհետեւ այստեղ ոչ ոք նրանց չի վնասում, քարով չի խփում, ընդհակառակը կերակրում են։ Ահա ԶԱԳՍ-ի շենքը, այստեղ տեղի են ունենում ամուսնական գրանցումները, բազմաթիվ անգամներ եմ հարսանիքներ տեսել հենց այս շենքի մոտ։ Ու գիտեք ինչն է ինձ համար ամենազարմանալին եղել, եթե ԶԱԳՍ-ի ժամանակ ծնողներից որևիցե մեկը համաձայնություն չի տալիս, այդ ամուսնությունը տեղի չի ունենում։ Շատ զարմանալի օրենք է դա, բայց Ֆրանսիայի օրենսգրքում ամրագրված օրենք է։ Թեպետ այստեղ ոչ մեկ ծնողների հետ չեն ապրում, բայց ահա նման բան գոյություն ունի, ծնողների համաձայնությունը պարտադիր է։ Եվ տեղում հենց կնքվում է ամուսնական կոնտրա, պայմանագիր, ըստ որի որոշվում է յուրաքանչյուրի ֆինանսական իրավունքները, իսկ եթե կոնտրա չի կնքվում, այդ դեպքում իրավունքները հավասար են եւ ամուսնալուծությունից հետո եւ պարտքերը եւ ունեցած գույքը կիսվում են երկու մասի։ Շատ դժվար է տեղի ունենում ամուսնալուծությունները։ Այդ իսկ պատճառով այստեղ ընդունված է Ֆրանսիայում ամուսինները ապրում են միասին, բայց գրանցված չեն օրենքով, շատ հաճախ հանդիպող երևույթ է։ Ես գիտեմ, որ դա Հայաստանում էլ է առկա, հարազատները ճանաչում են զույգերին որպես կողակիցներ, ամուսիններ ու վերջ, շատ հաճախ միայն եկեղեցով են ամուսնանում, բայց ոչ ԶԱԳՍ-ով, իսկ իմ տեսակետը այս հարցի վերաբերյալ ես կարող եմ ասել, դա իմ տեսակետն է, որ ես ընդունում ու ճանաչում եմ միայն օրինական գրանցված ամուսնություններ, քանի որ ըստ օրենքի այդպես է կարգը, այդպես է պահանջվում եւ բնականաբար, երբ որ դու պաշտպանված ես օրենքի կողմից, արդեն ընդունվում ես պետության կողմից, նաեւ ունենում ես իրավունքների լիահավասար իրավասություն եւ երեխաները ծնվում են օրինական ընտանիքներում, բայց հենց այս շենքում ես նկատել եմ, որ տեղի են ունեցել ամուսնություններ, որոնց ներկա են եղել իրենց իսկ զավակները, փոքրիկ երեխաները, հայկական մի հատ խոսք կա, չէ, ասում է հորդ հարսանիքը միտդ կգա, այդպիսի մի բան, երեխաները իսկ մասնակից են եղել իրենց սեփական ծնողների ամուսնությանը։ Ահա այսպիսի բան է, սիրելիներ, այնքան լավ տաք եղանակ է, ոչ մեկ չի ուզում գնատում, բոլորը արևին նստած տաքանում են, իսկ մենք կշարժվենք դեպի առաջ։ Սիրուն մեծ շունիկ, հլպոչը դրա։ Գեղեցիկ ճարտարապետություն, դարձյալ հինը, նորի մոդեռնի կողքին։ Մեր քաղաքում հաճախ է նման բան հանդիպում, պահպանելով հինը, կառուցում են նորը, մոդեռնը։ Այս սրճարանը շատ են սիրում տեղացիները, մշտապես առավոտ կանուխ գալիս են սուրճ խմելու, պատկերացնում եք տանը իրենց սուրճը չեն պատրաստում, իջնում են այստեղ խմելու, բայց ես չեմ կարող։ Ամեն առավոտ ես արթնանում եմ այն զգացողությունից, որ ցանկանում եմ սուրճ անմիջապես ըմպել։ Այս կրպակում մշտապես վաճառվում է շատ համեղ դեսերտ եւ այստեղից միշտ շատ անուշ վանիլային հոտ է գալիս, որովհետեւ խմորեղենը միշտ թարմ է լինում։ Գրված է խմիչք, կրեպ, պաղպաղակ, իսկ կրեպը բլինչիկի լիստերն են, որը նույնպես այստեղ վաճառվում է որպես դեսերտ, վրան ցանում են վանիլային փոշի կամ էլ շոկոլադ են քսում կամ էլ ջեմ ու այդ կերպով վաճառում, նայած ով ինչպես է նախընտրում։ Իսկ մենք սովորենք, որ բլինչիկի լիստերը ուտենք մսով, մենք հայերս էլի։ Երբեմն ես պատրաստում եմ նաև սունկով ու երբ հյուրասիրում եմ ֆրանսիացիներին, զարմանում են, որ կարելի է
որպես ճաշատեսակ մատուցել, որտեղ այստեղ ավելի ընդունված է որպես դիսերտ բլինչիկի լիստերը օգտագործել կրեպ է կոչվում։ Առջևում Հերմեսն է, Հերմեսի խանութը, որը տեղափոխվել է Խաչմերուկի կենտրոնական հատված, նախկինում փողոցի վրա էր գտնվում։ Գիտեք, ինչի մասին կուզենայի խոսել, թեպետ փոխել է իր դիրքը, շատ շահեկան պոզիցիա է զբաղեցրել Հերմեսը, բայց էլի գործերը այդքան էլ լավ չեն։ Լյուքսը նահանջում է, սիրելիներ։ Իսկ ուր է հեռանում լյուքսը։ Մի փոքր խոսենք այդ մասին։ Եթե նախկինում մարդիկ բարձր գին էին վճարում լյուքս սպասարկման դիմաց, այսինքն այդ սպասարկումը, որը յուրահատուկ մոտեցում ուներ, թանկ էր, ապա հիմա կորել է իմաստը կարծես թե, իսկ ինչու, քանի որ լյուքս սպասարկում այլևս գոյություն չունի, բազմիցս անգամներ ես նկատել եմ, որ խանութի ներսում մարդ չկա, ոչ ոք չկա, բայց այն մարդիկ, ովքեր ուզում են ներս մտնել, իրենց ժամերով սպասացնում են դռան առջևում դրսի կողմից։ Այ հիմա էլ եթե նայենք, ներսում մարդ չկա, գրեթե ոչ ոք չկա, բայց եթե ես փորձեմ ուզենամ ներս մտնել, պետք է սպասեմ այնքան, մինչև ներսի սպասարկում իմ առջև բացանի խանութի դռները։ Եվ ինչ է ստացվում, սիրելիներ, ու այսպիսով ավտոմատ կերպով ստացվում է մի նվաստացուցիչ վերաբերմունք, իբր թե իրենք այնքան բարձր են, լյուքս են, որ մենք սովորական մարդիկ պետք է սպասենք, մինչև իրենք բարեհաճեն մեզ ներս հրավիրել։ Ահա սպասարկում, որը ինքը պետք է բացի դուռը հաճախորդի դիմաց։ Ու ինչ եմ ուզում ասել, արդեն լյուքսը կորցրել է իր ռեյտինգը, շատ մարդիկ դա հասկանում են, որ նման վերաբերմունքը նվաստացուցիչ է եւ ինչի դիմաց են իրանք բարձր գին վճարում այդ վերաբերմունքի։ Եվ ասեմ ձեզ, որ վերջերս շատ չինական ընկերություններ մասսայաբար կերպով բացեցին իրենց բուտիկների դռները այն մարդկանց առջև, ովքեր նախընտրում են լյուքսը, օգտվում են լյուքսից, հայտարարելով, որ հենց այս բուտիկների համար իրենք են կարում տվյալ արտադրությունը, ուղղակի վերջի դետալները, լինի լոգոն կամ ինչ-որ կնոպկաներ, մի խոսքով ինչ-որ դետալներ խփում են այստեղ տեղում, Ֆրանսիայում, դե Հերմեսը ֆրանսիական բրենդ է, եւ հայտարարում են, որ այդ ամենը ձեռքի աշխատանք է, կատարված է Ֆրանսիայում, չէ՞ որ Ֆրանսիայում ձեռքի աշխատանքը բարձր է գնահատվում եւ առհասարակ վճարում են ժամավճարով մարդկանց։ Իսկ ինչն է պատճառը այս ամենի, ինչը հանդիսացավ լուրջ պատճառ, որպեսզի չինական ընկերությունները բացահայտեն այս ողջ գաղտնիքը։ Պատճառը կայացավ Ամերիկայի փոխությունը, նոր օրենքներ է հաստատվել, ըստ որի Չինաստանից դեպի Ամերիկա ուղարկվող ցանկացած ապրանքատեսականու դիմաց այդ բիզնեսով զբաղվող մարդիկ պետք է վճարեն 100-ից ավելի %։ Պատկերացնում եք, ինչ կերպով, ավտոմատ կերպով արգելափակում է դնում Թրամփը չինական ընկերությունների գործունեությանը, դրա համար նրանք էլ այդպես պաշտոնական կերպով հայտարարեցին, որ միևնույն է դուք մեզանից եք օգտվում։ Այսօր այնքան մարդաշատ է, նկարել չի լինում, սիրելիներ։ Ինչ էի ուզում ասեի, հա, ուրեմն Չինաստանի այդ քաղաքականությունը պայմանավորված է հենց Թրամփի արած քայլի պատասխան, որ բացահայտվեց վերջի վերջո, որ իսկապես լյուքսի համար կարում է նույն Չինաստանը, պարզապես այն ապրանքանիշը, որը արդեն մատուցում է բուտիկը, դնելով իր լոգոն, տալով իր սերտիֆիկատները, ավտոմատ կերպով բարձրացնում է գինը, համարելով լյուքս, բայց քանի որ արդեն բացակայում է լյուքս սպասարկումը, այս ամենը արժե զսկվում է։ Ահա, այստեղ է գտնվում նախկինում Հերմես խանութը, հիմա տեղափոխվել է դեպի Խաչմերուկ ավելի եւ սա համարվում է եվրոպական նորաձևություն, ինձ թվում է սևամորթների համար նախատեսված խանութ է։ Ես այսից չեմ, ուղղակի ոչն է այդպեսին, դրա համար ասացի։ Դիմացը Լուի Վիտոն խանութն է, նույն վիճակը այստեղ է տիրում, կարելի է ասել։
բայց համեմատաբար բարի են գտնվում, քան Chanel-ը, Hermes-ը։ Ինչպես դարձավ Chanel-ը լյուքս, չէ՞, հենց սպասարկման արդյունքում իր լենտերով, իր լյուքս փաթեթավորմամբ կամ իր ծաղիկներով, որ փաթեթավորում է, նաև լյուքս կլիենտներով, ահա այդպիսով Chanel-ը բարձրացրեց իր բուտիկը դեպի լյուքս, բայց այսօր Chanel-ում նույնպես տխուր իրավիճակ է տիրում, մանավանդ Կարլ Լագերֆելդից հետո Chanel-ը ավելի անկում ապրեց, կորցնելով բավականաչափ հաճախորդներ։ Տրամվայների ձայնը անընդհատ խանգարում է, կներեք սիրելիներ, այս մասը ես ասել եմ կոչվում է Homme de Fer, այսինքն երկաթե կմախք, ամեն տեղից գալիս են տրամվայներ։ Այստեղ հիմա խանութն է, կարծես 1000-ումի մանրունքների խանութ, համարժեք է Հայաստանի 1000-ումի մանրունք խանութներին, Hema է կոչվում։ Hema ավելի ճիշտ, համ չի կարդացվում, տեսնենք ինչ կա ներսում։ Տոնական փաթեթավորում, բացիկներ, փաթեթավորման համար նախատեսված թղթեր ու տուփեր, ինչպես նաև լենտեր։ Նաև փուչիկներ։ Թագեր, ակնոցներ, այսինքն ինչ հարկավոր է որևիցե պարտի կազմակերպելու համար։ Գլխարկներ։ Ça aussi, ça va avec si jamais je Տորթերի վրա տեղադրվող թղթեր, այսպիսի բաներ ու մոմեր։ Նրանք մեկ անգամյա օգտագործման սպասք։ Ինչպես նաև սուրճ ու քաղցրավենիք։ Բազմազան։ Այնքան բան կա այստեղ, ուղղակի պետք է այնքան շատ ժամանակ անցկացնես, որևիցե մի բան ընտրելուց առաջ։
vois ça, je pense pas d'ailleurs, je sais pas. J'en ai plein. Ouais. Չփափուկա։ Ինչպես նաև սպասք։ Կողքը գտնվում է Զավա խանութը, հիմա կմտնենք որևիցե բան եմ ուզում գնել Զավայի նոր վերնաշապիկներից, տեսնեմ որը կհավանեմ։ Դե գնացինք միասին։ Գնում ենք Զավա սիրելիներ։ Ոչ միտեղ ոչինչ չի լինում նկարել, ամենուրեք երեխաների լաց է։ Դրա համար հաճախ ես երաժշտություն եմ դնում։ Առաջի բանը կնայենք զարդերը միասին։ Տեսնենք ինչ նոր զարդեր են ստացել։ Վաու, սե շիկ։ Խևնոցներ, վզնոցներ, այս ականջողերը շատ են հավանում։ Ափսոս, որ ինձ համար մեծ են, թե չէ մեծ հաճույքով կգնեի։ Պլաստիկից է։ Ինձ թվացել է կերամիկայի, բայց ոչ, պլաստիկից է ու շատ հետ է։ Պարզապես շատ մեծ է ինձ համար, բայց գեղեցիկ է։ Սրանք շատ հավես են ծովի համար, կաղալի իմիտացիայով և կարծես ծովի գույնն է արկա, վականսի համար շատ գեղեցիկ է։ Այս թևնոցները, չգիտեմ ով կարող է գրել նմանատիպ թևնոց։ Չգիտեմ։ Կոպեկներով վզնոց։ Առաջանանք տեսնենք ինչ կա ուրիշ։ Թևնոց, որը 20 եվրո։ Այս ականջողերը նոր չեն։ Նախկին հավաքածուից է, արդեն զեղչվել է 28-ից դարել է 18։ Ահա սիրելիներ երեք վերնաշապիկ եմ բերել, տեսնեմ որը կընտրեմ։ Վարդագույն գծերով, վարդագույն միատոն և սպիտակ։ Այս երեքից որից է մեկը կընտրեմ, քանի որ ես վերնաշապիկների սիրահար եմ։ Սա սպիտակ տարբերակ է։ Լավ, թափանցիկ մոչով, չգիտեմ, թխվից լինի։ Ես նպատակ ունեմ ամռանը շորտերի վրայից այն հագնել, բայց այսպես գեղեցիկ չի նայվում։ Վարդագույն միատոն, որը ունի նաև գորբի։ Վարդագույնն էլ է թափանցիկ, բայց սիրուն մոդել է։ Արելի քանդել այդ գոտին և հետևից կապել, ինչպես ես եմ արել։ Այդ դա է ոտը, որ թափանցում է, բայց գեղեցիկ է, որպես վերհակնելու համար իհկականն է։ Եվ գծավոր տարբերակը, որից ես գնել եմ նաև կապույտ գծերովը։ Քվյարկենք վերնաշապիկների համար, առաջին երկրորդ երրորդ որը կընտրեք։ Առաջինը սպիտակ, երկրորդը վարդագույնը և երրորդը գծավորը, որը կընտրեք։ Ես այսօր այս վերնաշապիկով եմ եկել։
Je peux aller chercher des dessus. Mais balancer, comme il n'y a pas de L, là, je suis choquée. Quoi? Tu mets pas du L, là, mais pourquoi tu te Սա արդեն իմ ճաշապետն է, որով ես եկել եմ։ Ահա եւ վերջ սիրելիներ։ Ահա եւ վերջ, եկավ իմ տրամվայը, ես գնացի, պակա-պակա։